Լոռու մարզի նորակառույց կրթական հաստատություններ Զայրալից Տուգայցից ավելի քան 1 տարի անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձյալ Լոռիում էր։ Բայց ի տարբերություն անցած տարվա այս անգամ վարչապետը մարզից գոհ է հեռացել, Ազատությանն ասած մարզպետ Արամ Ղազարյանը։ Ընդհանուր շրջայցի արդյունքներից վարչապետը գոհ էր։ Անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանը եղել է նաև այն դպրոցներում, որտեղ 2024-ի տարեսկզբին տեսախցիկների առաջ պատից պոկել էր կախիչները, ստուգել ջրի ծորակներն ու մարզասարքերը։ Այդ ժամանակ որակից դժգոհ վարչապետը չէր թաքցրել զայրույթն ու բացահայտ ակնարկել էր կոռուպցիոն ատկատների մասին։ Դե հիմա որտեղ նայում ենք շինարարը ամեն տեղից ուզեցել է 1000 դրամ տանի, դա չի կարելի դից աշխատել, էս ինչ ձև է։ Ատկատ ենք ուզում մենք շինարարից, մեզ փող է տալիս։ Խիչ են անում իրաց գործез մարդիկ։ Անցած տարվա շրջայցից անմիջապես հետո 3 բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը, Լոռու եւ Արմավիրի մարզպետները հեռացվեցին։ Կախիչների գործը դարձավ լրատվամիջոցների թեժ թեման, խոստանալով փոթորիկ դառնալ շինարարական կոռուպցիայի դեմ պայքարում։ Լավ, եթե կարճ ամփոփեմ, շատ դժգոհ եմ, ահա որ։ Սա չեմ հանդուրժ սենտրան ու որոշումներ եմ կայացնում։ Իրավապահներն ու վերահսկողները հայտարարեցին միլիարդների հասնող շինարարությունների ստուգման մասին։ Ամիսներ անց պետական վերահսկողական ծառայությունը հաստատեց վարչապետի կասկածներն անհիմն չէին։ Ընդամենը 5 կրթօջախում հայտնաբերվեց պետական բյուջեից առնվազն 208 միլիոն դրամի անարդյունավետ ծախս։ Հայտարարվեց գները ուռճացված են, որակը անհամապատասխան։ Հսկողության վրա ծախսված 41 միլիոն դրամը ևս ջուրը գցված գումար դուրս եկավ։ Տեխնիկական հսկողությունը ոչ լիարժեք եւ թերի էր որակվել։ Կառավարությունից մարդ չի գալիս, մարզպետարանից մարդ չի գալիս, քաղաքաշինության կոմիտեից մարդ չի գալիս, տեղ հսկող չկա։ Այս մենք եկել ենք, ենթադրենք մենք չէինք գալիս, հետևողական չէինք կրնելու։ Ինչ վիճակում էին այս դպրոցը երեխեքին հանձնվելու։ Բայց թղթերի վրա մնացած այս խախտումները հետևանքներ այդպես էլ չունեցան, բացի պաշտոնանկություններից։ Մարզպետարանը ինչով է զբաղված, քաղաքաշինության կոմիտեն ինչով է զբաղված։ Օրերս Ստեփանավանում, Մեդովկայում եւ Հագվիում նույն այս նորակառույցներում շրջելիս վարչապետը նախկինում արձանագրված թերությունների մասին հպանցիկ խոսեց, նշելով, թե նախորդ այցին աշխատանքները դեռ ավարտված չէին։ Բայց նախորդ անգամ ինչ է, որ եկել եք դեռ չեք սկսել դասապրոցեսը, դեռ ինչ որ մի խնդրեմ կա։ Մեկնարկներ, բաց թերություններ կային։ Ավարտուն դերք չէ, էլի։ Ավարտուն չեք տեսել։ Չէ՞ որ թերությունը ավարտված չէ դիաժից։ Դեռ ճիշտ է, նախորդ անգամ որ եկել եք, լրիվ ավարտված չէ, կիսադեռ։ Լոռու նորանշանակ մարզպետ Արամ Ղազարյանը, ով այս պաշտոնն ստանձնել է հենց անցյալ տարվա աղմկահարույց Տուգայցից հետո, համարում է, որ շինարարական թերություններն անխուսափելի են։ Նշում է, որ այս անգամ էլ որոշ թերություններ հատկապես նոր կառուցված ավտոճանապարհներին նկատվել են, սակայն քննարկվել են դրանք շտկելու ուղիները։ Թե ինչու երկրի ղեկավարը նախորդ անգամ խիստ էր, այս անգամ ավելի մեղմ, մարզպետն ասաց խստությունը տեղին է եղել։ Նախկինում նկատված թերություններն էլ ըստ մարզպետի վերացվել են։ Այո, դիտարկումը շատ տեղին է եղել կախիչների հետ կապված եւ ընդհանուր ամբողջովին վարչապետի կողմից ուսումնասիրվել են բոլորը, չեմ ուզում հիմա հատուկ կախիչների վրա կենտրոնանամ, ամբողջությամբ ուսումնասիրվել է, որի արդյունքում կրկնում եմ, որ վարչապետը գոհ էր կատարված աշխատանքներից։ Նկատում եմ, այս անգամ էլ այդքան մանրակրկիտ է ուսումնասիրել, արդյոք որակում են։ Մշտապես ամեն այցի ժամանակ ամենայն մանրակրկիտ ձևով ուսումնասիրվում է վարչապետի կողմից։ Վարչապետի աշխատակազմի տարածած տեսանյութերում Փաշինյանն այլևս կախիչներ չէր պոկում, կրթօջախներում անբարեխիղճ շինարարությունից ու անպատասխանատվությունից չէր դժգոհում։ Այս անգամ նա աշակերտների ու մանկավարժների առջև խոսում էր կրթության կարևորությունից։ Լավ սովորիր, որ լավ ապրես։